Ակամայից հիշեցի, թե ինչպես է սկսվել այս տարին ինձ համար և ինչ ուտեստով և ինչպիսի մարդկանց միջավայրում։ Կլուսաբանես բոլոր հեռուստադիտողների համար, որոնք գուցե բնականաբար տեղյակ չեն։ Ես կարծում էի դու էլ կհիշես, թե ինչպես է սկսվել այս տարին և ինչ ուտեստով։ Անիի պատրաստած դոլմայով է սկսվել այս տարին։ Որ առաջին անգամ էր։ Սերի հեռուստադիտողներ, որը նա ասում է, որ առաջին անգամն էր, բայց շատ բարդ է հավատալ, որովհետև այնքան համեղ էր, որ տպավորություն է, որ նա ամբողջ կյանքում միայն դոլմայ է պատրաստում, բայց փաստորեն։ Եվ գոնե թե թունավորումներ չեն առաջացել, որովհետև հակառակ դեպքում տարին շատ լավ է ընթանում, նշանակում է լավ ենք սկսել, չէ՞։ Եվ կարելի է դարձնել լավ ավանդույթ, լավ մարդկանց հետ տարին սկսել, լավ ուտեստներով, նոր բաղադրատոմսերով եւ այդպես շարունակել։ Դեպի ասացի բաղադրատոմս օրն էլ կարելի է լավ բաղադրատոմսով սկսել, որպեսզի ճիշտ շարունակվի, գիտես։ Այո, իսկ ով է մեզ այդ հարցում օգնում, դե իհարկե մեզ այդ հարցում օգնում է մեր շատ սիրելի Անուշը, որը արդեն խոհանոցում է։ Բարի լույս։ Բարի լույս, բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր շատ Պարզ բաղադրիչներով պատրաստելու ենք հետաքրքիր մի աղցան, որը յուրահատուկ թանձրուկով է պատրաստվում եւ հենց այդ թանձրուկն է, որ յուրահատուկ համ կտա գազարին ու վարունգին։ Օգտագործելու ենք մենք բազիլիկ, բայց կարող եք նաեւ դրա փոխարեն օգտագործել համը։ Դե հիմա սկսենք։ Մեզ անհրաժեշտ է դիժոնյան քաղցր մանանեխ, մի լավ գթալ կարելի է օգտագործել, որովհետև քաղցր է, և սովորական մանանեխ կծու մի փոքր քիչ, մի փոքր քացախ, և շաքարավազ կարող եք նաև մեղր օգտագործել, Սովորաբար այդ քաղցր մանանեխները հենց մեղրային հիմքով են լինում քաղցրությունը։ Այո, բայց մի փոքր այստեղ ավելացնում կարող ենք նույնիսկ մեկ գթալ ուղղակի մեղր ավելացնել։ Խառնում ենք այդ ամենը։ Սա այսպես մի լավ խառնում ենք ու դուք պատկերացրեք, թե ինչ համ է ստանալու բանջարեղենը այս թանձրուկով։ Հետաքրքիր է, երբ ասացի, եթե բազիլիկ չկա, փոխարենը համ եմ, որովհետև ես մտածում եմ, որ եթե բազիլիկ չէ, ապա փոխարենը ռեհան պետք է լինի։ Ոչ, կարելի է նաև ռեհան օգտագործել, բայց ես ճիշտն ասած մի անգամ խանութում չգտա եւ պատրաստեցի համեմով շատ համեղ էր։ Դրա համար հանգիստ ասեցի։ Փորձ ունի։ Այո, գազարը մաքրում ենք եւ պետք է կտրտենք կամ ուղղակի քերենք։ Այսինքն կարելի է շրտատման տարբերակով էլ օգտագործել։ Այո։ Իհարկե, կարելի է նույնիսկ մանր, ով ինչպես կցանկանա կարող է անել, մենք կլոր կկտրենք, որպեսզի կքերենք, որպեսզի գեղեցիկ լինի։ Հիմա ցույց տամ ինչպես։ Վերջերս իդեպ շատ թրենդային են դարձել գազարով եւ վարունգով աղցանները, դու էլ նկատած կլինես հաստատ համացանցում տարատեսակ բաղադրատոմսեր կան, հենց այս երկու բաղադրիչով կամ պարզապես գազարը, երբ այն քերում են եւ հետո ինչ-որ տարատեսակ համեմունքներով մի լավ թափահարում են տարայի մեջ կամ մածուկ են պատրաստում։ Այո, ստացվում է ինչ-որ շատ հետաքրքիր ու թարմեցնող աղցան, սա կարծես թե նման է դրան։ Ես էլ սովորել եմ համացանցից եմ օգտվել եւ հիմա տարբեր բլոգերներ այո առաջարկում են հետաքրքիր բաղադրատոմսեր, տեսեք ինչքան բարակ են, այսպես պետք է տեղավորենք մեր ափսեի մեջ, բայց պետք է բոլորը քերենք, նույնիսկ այսպես կարելի է ուղղակի քերել, ավելի բարակ է ստացվում։ Իսկ վարունգը ևս կլոր ենք անելու։ Այո։ Եթե այսպես էլ չանեք ուղղակի սովորական քերիչով այսպես քերեք, միևնույն է կստացվի, միևնույն է համեղ կստացվի, այո։ Այո, բայց մենք իհարկե բացի բաղադրիչներից փորձում ենք նաև մեր եթերի ընթացքում առաջարկել այն տեսակները, որոնք որ կտրատման կամ ձևավորման այն տեսակները, որոնք որ նաև աչք են շոյում եւ գեղեցիկ տեսք են հաղորդում ուտեստին։ Իհարկե ձևավորումը երևի ամենակարևոր մասն է, չէ՞, մատուցման։ Այո, մենք այսօր իդեպ ընտրել ենք շատ հետաքրքիր տարբերակ ձևավորման եւ դրա համար օգտագործելու ենք բրնձի թերթիկները։ Այս աղցանը սովորական բանջարեղենով թեթև աղցան է, որ ոչինչ
ուղղակի ափսեի մեջ կարելի է մատուցել։ Բայց ես այսպես ափսեի տեսք կստանան բրնձի թերթիկները եւ դրա մեջ կավելացնենք։ Իդեպ սիրելի հերոսատորներ, մինչ սկսել է մեր այս խոհանոցային հատվածի, Դավիթը փորձում էր պարզել, թե այդ բրնձի թերթիկները ինչ ծագում ունեն, որովհետեւ սկզբից կասկածեցինք չինական, ճապոնական, բայց պարզվեց ոչ այն է եւ ոչ էլ այն։ Վիետնամական, պարզվեց, որ վիետնամական ծագում ունեն, տարօրինակ էր, ես չգիտես ինչու վստահ եմ, որ ճապոնական է լինելու կամ չինական, բայց պարզվեց, որ վիետնամական, չնայած որ իհարկե շատերը սենց այս բրնձի թղթի շնորհիվ պատրաստված spring roll-ը չէ կոչվում, այդ ուտեստը հաճախ հենց չինական կամ ճապոնական ռեստորաններում ենք տեսնում, բայց արի ուտես որ ոչ։ Բայց այդ մշակույթները իրար այնպես են միահյուսված, որ երբեմն չես կարողանում տարբերակել, թե որը որ խոհանոցին է պատկանում։ Բայց այդ բրնձի թղթով բավականին բարդ է, չէ, աշխատել երբեմն անուշ կամակոր է, այո։ Այո, շատ կամակորեն, շատ նուրբ է, պետք է շատ զգուշ աշխատել։ Եվ սովորաբար օգտագործում են ջրի մեջ դնում են, փափկում են եւ օգտագործում են։ Մենք այս դեպքում պարզապես ձեթի մեջ տապակելու ենք։ Օրինակ նույն ֆունչոզան էլ բավականին կամակոր այսպես պատրաստման ձև ունի, պետք է շատ նուրբ եւ ճիշտ ժամանակով այն եփել, ոչ թե եփել, այլ տաք ջրի մեջ դնել, հետո սառեցնել։ Դա եւս բրինձի հիմքով պատրաստված այդ լապշան է, էլի։ Ես անդադար հիշում եմ, երբ իմ ընկերներից մեկը փորձում էր պատրաստել այդ spring roll-երը, հենց օգտագործելով բրնձի թուղթը եւ անընդհատ այդ վերջին պահը գիտես, երբ ամեն ինչ փորձում ես այսպես ճիշտ մատուցես, ճիշտ փաթեթավորես, ճակերտավոր եւ վերջում անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում, որովհետեւ կամ նուրբ է պատռվում է, կամ չես կարողանում օգտագործել։ Վերջում ստացվեց։ Շատ երկար իհարկե փորձերից հետո, բայց վերջում ստացվեց։ Ես այսօր մի պահ երբ տեսա Անուշի սեղանին դրված էր այս բրնձի թուղթը, ասեցի, օգուս spring roll է նա պատրաստելու, բայց պարզվեց, որ ավելի հետաքրքիր բաղադրատոմս է։ Բայց ամառային ռոլեր էլ կպատրաստենք մի օր։ Ահա։ Շատ տարբեր թանձրուկներով համեղ է լինում եւ շատ թեթև է, ես եմ տարբեր։ Ինչպես միջուկներով, իհարկե, այո։ Ահա։ Հիմա այսպես պետք է մի լավ խառնենք։ Ռատատույ մուլտիկը հիշեցրեց ինձ այս շերտատված տարբերակով գազը։ Ես չգիտեմ բույրը հասել է այդտեղ թե ոչ, բայց շատ դեռ ոչ հետաքրքիր բույր է այստեղ։ Բայց շուտով մենք կհասնենք այդտեղ։ Բույրի հետքերով, գիտեք։ Մի փոքր աղանենք։ Սև պղպեղ եւ իհարկե ձիթապտղի յուղ։ Կարծես թե մոտենում ենք արդեն այդ բրնձի թղթերին։ Այո։ Քիչ առատ անենք։ Եվ թողնում ենք, որպեսզի մի լավ համեմվի, մինչև մենք կկտրենք բազիլիկը։ Իսկ բազիլիկը ավելացնում ես նույնպես աղցանին, այսինքն մատուցման համար չէ միայն։ Ոչ, պետք է բավականին շատ կտրել, ավելացնել եւ համը շատ լավն է իհարկե բազիլիկի, բայց ասում եմ, կարող եք նաև ձեր ցանկացած ձեր նախընտրած կանաչին ավելացնել։ Սպասենք, երբ Անին կփորձի ռեհանով այս ամենը պատրաստել եւ տեսնենք թե ինչ կստացվի։ Ես իդեպ պատրաստել էի Անուշի կարմիր ոսպով քյուֆթա։ Պատրաստեցիր Անի տանը։ Այո, բայց այն քյուֆթա չդառավ, որովհետև այդպես էլ քյուֆթա չդարձավ։ Այո, դարձավ պարզապես խյուս, որը որ իդեպ Համտեսին հրավիրել էի Համլետին, Համլետը փորձարկեց եւ դարձյալ կարծես թե լավ է։ Դե վերջ, ուրեմն ստացված է։ Կարևորը համը լավ է ստացվել։ Այո, չկարողացա նրան հավաքել այդ գնդիկների ֆորմայի մեջ։ Պարզապես երբ ոսպը եփվում է, պետք է մի լավ քամել ջուրը, որպեսզի պինդ լինի ավելի։ Դու քամել ես ջուրը։ Ես չէի քամել ջուրը։ Եվ ես արդեն մոռացել եմ ճիշտն ասած բաղադրատոմսը։ Միայն կարմիր ոսպ եւ միայն հիշում եմ, որ աղացած չէ, կարմիր բիբարի մածուկ կար մեջը։ Այո, այո։ Որովհետև դրանից հետո ես սկսեցի ինտենսիվ խոհանոցում օգտագործել այդ կարմիր պղպեղի մածուկը։ Համը բոլորովին փոխում է, չէ՞։ Եվ համեղ։ Եվ պարզապես կարելի է որպես այսպես մածուկ օգտագործել հացի հետ։ Այո։ Ու լոլիկի ճիր ավելացնել կամ բազիլիկ։
Ուրեմն նկատիր ինչ արհեստավարժ է կտրատում բազիլիկա Անուշը։ Ահա, հիմա բազիլիկն էլ ավելացնում ենք ու կարող ենք արդեն թավան դնել վրան, որպեսզի տաքանա ձիթայուղը մի փոքր։ Թավայի վրա ինչն ենք տապակում։ Բրնձի թերթիկները կդնենք թավայի վրա, որպեսզի երբ որ ձեթի մեջ ենք դնում, մի փոքր, այսպես մի անգամից կարծես ափսեի տեսք է ստանում։ Փորձենք այսօր, մեկ անգամ տանը փորձել եմ։ 5-ից 3-ը ստացվեց։ Հիմա տեսնենք այստեղ ինչպես կլինի։ Շատ կարճ է սա պահում, այսինքն թավայի վրա։ Այո, շատ արագ է պատրաստվում։ Բայց մի փոքր առատ է պետք։ Ձիթայուղը։ Այո, արևածաղկի յուղ ավելացրեցի այս անգամ։ Մինչև տաքանա, բազիլիկն էլ կավելացնենք։ Լավ կհամեմվի։ Ինչ դու պատրաստվում ես նաև տապակել այս բրնձի, ինչպես է ճիշտ ասել, թերթիկներ, բրնձի թերթիկներ, թերթիկներ։ Բրնձի թերթիկներ եւ երբ որ հանում եք տոպրակից, այսպես կորանում են, որովհետեւ խոնավությունից այդպես է լինում։ Երբ շրջենք, կտեսնեք, որ այստեղ արդեն ուղիղ են։ Մենք այսպես ջարդելու ենք։ Այսպես, այո։ Եվ փորձենք այս ձևով մի փոքր տաքանա, հետո նոր ավելացնենք։ Մինչև տաքանա մենք այստեղ առանձնացրած տեղեկություն ունենք ճապոնական խոհանոցի հետ կապված, բայց համադրմամբ հայկական շնչով։ Ճիշտ է ասել։ Ես էլ ներկայացնեմ այդ հետաքրքիր տեղեկությունը, որը իրականում հենց դրա պատճառով ենք փորձում իրականում հասկանալ այս բրնձի այս թերթիկները իրենք որտեղից են ծագում, որ հասկանանք ինչ որ ձև նաև գուցե այդտեղ էլ մենք անմասն չենք մնացել եւ մեր մասնակցությունն ենք ժամանակին ունեցել, բայց պարզվեց, որ ոչ չենք ունեցել։ Բայց հիմա տեղափոխվում ենք Ճապոնիա, այսպես ճապոնական համերի աշխարհ եւ պարզվում է, որ ճապոնական ամենահայտնի թխվածքներից մեկի ստեղծողը հայ է, Հովհաննես Սագոյանի մասին է խոսքը, որին ճապոնացիները Յան Սոյան են անվանում։ Սագոյանը 20-րդ դարի դարասկզբին Ճապոնիայում հայտնվելով եւ հաստատվելով եվրոպական ոճի հացաբուրգեղենի խանութ է հիմնում ու ամպի թեթևություն ունեցող մելոն պան, ֆրանսերենից սա բառացի թարգմանությամբ սեխի հաց է կոչվում։ Հենց այս հացն էլ նա ստեղծում է Ճապոնիայում ու հիմա այն ամենաթրենդային թխվածքներից մեկն է համարվում արդեն ոչ միայն Ճապոնիայում, այլև ամբողջ աշխարհում։ Բայց Ճապոնիայում անգամ ռեստորան կա Հովհաննես Սագոյանի անունով, որտեղ հիմնականում նրա բաղադրատոմսերով պատրաստված թխվածքներ են մատուցում եւ փաստորեն իսկապես անտեղի չէր, որ ասում էի գուցե այս բրնձի թերթիկների հետ էլ կապ ունենա նայերը, որովհետև այս դեպքում հասել ենք միջև Ճապոնիա, անգամ հայի ազգանունով կա ռեստորան եւ նրա բաղադրատոմսերով թխվածքաբլիթներ եւ հաց։ Հացն բավականին թրենդային է հիմա համացանցում, իհարկե կարծես թե դուրս է եկել Ճապոնիայի սահմաններից, որովհետև ես մի քանի օր առաջ, բառացիորեն մի քանի օր առաջ հարթակներից մեկում սոցիալական տեսա պատրաստման բաղադրատոմսը ինչպես կարելի է պատրաստել եւ ոգևորված այսպես բլոգերները փորձում էին, իրենց մոտ չէր ստացվում, այնպես որ բայց այսպես որ հերվից ես նայում պատկերին, տպավորություն է թե մանգո է կտրատված։ Դրա համար էլ գուցե այն այսպես այո, սեղ հիշեցնող հաց է։ Ահա այսպեսի հետաքրքիր փաստեր ճապոնական խոհանոցից մեր այսօրվա եթերում, իսկ մենք վերադառնում ենք մեր խոհանոց արդեն, ոչ ճապոնական։ Անուշը տանջվում է, ինչ որ փորձում է, պայքարում է բրնձի թերթիկների հետ։ Շատ չի տաքացել արևածաղկի յուղը, պետք է շատ բարձր կրակի վրա պատրաստել, որպեսզի ստացվի, այո։ Փորձենք նորից։ Պետք է անմիջապես ուռչի, բայց չի ուզում այդպես։ Հա, ուրեմն վստահ դեռ այնքան չէ տաքացել ձիթայուղը։ Մի փոքր է սպասել։ Բայց ես սկսեցի արդեն բազիլիկի բույրը զգալ։ Այո։ Շատ ուժեղ է տարածվել։ Մանանեխը, բա ինչքան հետաքրքիր համ է տալիս։ Անուշ, բայց մեծ հաշվով, եթե այս բրինձի թերթիկները չստացվեն, էլ մենք ունենք, չէ, պատրաստի բա։ Իհարկե, իհարկե։ Ահա, կարծես թե ուզում է։ Սա այն չէ, ինչ որ պետք է ստացվի։ Մի անգամ է փորձենք, եթե չստացվի, ուրեմն մենք մեր գազօջախն այդքան էլ բարձր չէ։ Բայց կարծես մի փոքր կարծես թե հաջող բան ստացվում է, բայց երևի թե իսկապես շատ ավելի տաք պիտի։ Այսպես բարձրանում է մի անգամից ու շատ գեղեցիկ է։ Ափսեի տեսք է ստանում, որի մեջ պետք է մատուցվեին։ Հասկացա։ Լավ, եկեք սա թողնենք։
եւ մատուցենք ուղակի այսպես։ Բայց իմանանք, որ կարելի է նաև այնպես։ Մատուցումն էլ գեղեցիկ է, իրականում այս աղցանը ուղակի կարելի է վայելել այսպես։ Բայց մատուցման ձև մտածեցի մի փոքր հետաքրքիր պատրաստել, երբ մի անգամ հյուր ունեի եւ այդպես պատրաստեցի, շատ զարմանում են առաջին հայացքից, թե սա ինչ է։ Իսկ բարձում է գաղտնիքը Ընդհանրապես գազարով վարունգ է։ Այո։ Եվ մեկ բրնձի թերթիկը կարող է փոխել։ Բայց շատ ախորժելի տեսք ունի, ես այստեղից արդեն այսպես Հավատացում եմ, որ տրամադրություն ստեղծող, որովհետև նորից հիմա տեսնում եմ ու նորից ռատատուին եմ հիշում։ Ահա, վերջ, փաստորեն մեր աղցանը պատրաստ է։ Այսքանը։ Աղցանը պատրաստ է։ Հեշտ, արագ։ Այո։ Վստահաբար շատ համեղ։ Հասարակ բաղադրիչներով կարող եք ստանալ այսպիսի հետաքրքիր գեղեցիկ աղցան։ Անուշ լինի։ Շնորհակալություն Անուշ եւ իսկապես չենք տխրում այն բանից, որ չստացվեց այն ինչ որ նախապես էինք մտածել, որովհետեւ կարելի է տանը կրկնել, փորձել ամեն դեպքում ստանալ այն ինչ որ այստեղ ասած Անուշը եւ կարելի է պարբերաբար փորձարկումներ անել խոհանոցում եւ ստանալ նոր բաղադրիչներ, խառնել բաղադրիչները հին եւ ծանոթ համերը եւ գուցե բարձվի, որ դուք կարողանում եք հրաշքներ գործել խոհանոցում։ Ուզում ես արագացնեմ, որ գնանք, խնդրեմ, դե հայտնի, ուզում հայտնվել խոհանոցում եւ փորձել, որովհետեւ վստահ եմ դուք չեք պատկերացնում տաղավարում ինչ բույր է տարածվել եւ ֆանտաստիկ է, որ այսքան պարզ բաղադրիչներից նման արդեն ակնհայտ շատ համեղ բան կարող է ստացվել։ Ձեզ առաջարկում ենք լսել լավ երաժշտություն, դու չես գալիս։ Գնա գալիս։ Դու գալիս ես, լսում ենք երաժշտություն ու վերադառնում։